շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բանասիրության գծով փիլիսոփայության դոկտոր Հասան Օմարի «Արևմտյան Ադրբեջանի մահալները» խորագրով հետազոտությունը։ Զանգիբասար Զանգիբասարի մահալը, որը ձգվում էր Իրավան քաղաքի հարավային մասից մինչև Արազգետը, հարավից շրջապատված էր Սուրմելիի, արևմուտքից Սարդարաբադի, արևելքից Գառնիբասարի մահալներով։ Զանգիբասարը, որն իր անունը ստացել էր իր տարածքով անցնող Զանգի գետից, 19-րդ դարում դարձել է անկախ մահալ, անջատվելով Գրխպուլախ մահալից։ Զանգիչայի երկու ափերին հիմնադրված 26 գյուղերից բաղկացած մահալի կենտրոնն էր Ուլուխանլը գյուղը։ 1918-20 թվականներին հայերի կողմից իրականացված ջարդերի եւ 1930-ական թվականների բռնաճնշումների ժամանակ Զանգիբասարի մահալի Արազի ափերին գտնվող գյուղերի բնակչության զգալի մասը ստիպված է եղել տեղափոխվել Թուրքիայի տարածք։ 1920-ական թվականներին մահալի կենտրոնի հնագույն Ուլուխանլը անվանումը փոխվել է Նարիմանլիի՝ ի պատիվ Նարիման Նարիմանովի, իսկ 1937 թվականի դեկտեմբերի 31-ին կրկին վերանվանվել է Զանգիբասար։ Դրանից հետո կարճ ժամանակով Զանգի գետի Հրազդան անվանվելու հետ կապված գյուղը անվանակոչվել է Հրազդան։ Ի վերջո 1950 թվականի հուլիսի 31-ին այս անունը փոխարինվել է Մասիսով։ 1938 թվականին Զանգիբասարի տարածքում ստեղծվել է համանուն վարչական շրջան։ Զանգիբասարի շրջանի 37 գյուղերից միայն 4-ում են ապրել հայեր։ ԽՍՀՄ-ի նախարարների խորհրդի 1940-50-ական թվականներին հայկական ԽՍՀՄ-ից 100,000 ադրբեջանցիների Կուր Արազի հարթավայրում վերաբնակեցվելու մասին որոշումից հետո այստեղ եւս սկսեցին հաստատվել Ուլուխանլուից տեղահանված ադրբեջանցիների տներին տիրապետած հայերը։ 1958-1960 թվականներից հետո կրկին Զանգիբասար իրենց հայրենի հողը վերադարձած ադրբեջանցիների թիվը 1988 թվականի նոյեմբերին վերջին տեղահանության ժամանակ հասել է 29860 մարդու։ Աղբաբա Պատմականորեն Արևելյան Անատոլիայի տարածքը հանդիսացող Աղբաբայի մահալը իր անունը ստացել է այս տարածքում գտնվող համանուն լեռան անունից։ Աղբաբայի մահալը, որը գտնվում է ծովի մակարդակից 1800-2200 մետր բարձրության վրա, արևմուտքից շրջապատված է Աղբաբայի լեռնաշղթայով, հյուսիս-արևմուտքից Թուրքիայի Չլդրի շրջանով, հյուսիսից Ախալքալակով եւ Լոռի Փամբակի հարևանությամբ գտնվող Գոյգուլու գյուղով։ Աղբաբայի տարածքը հանդիսանում է հին ժամանակներից թուրքական ցեղերի բնակություն հաստատած տարածքներից մեկը։ Պատմական աղբյուրներում հիշատակվում է, որ խազարների մի ճյուղը հանդիսացող Սիրակ ցեղերը մեր թվարկությունից առաջ 3-2 դարերում անցնելով Կովկասյան լեռները եկել են Ադրբեջան եւ բնակություն հաստատել Արազի ու Արփաչայի երկանքով ձգվող տարածքներում։ Պատմական փաստաթղթերում նշվում է, որ Աղբաբայի մահալը 1593 թվականին եղել է Օսմանյան կայսրության Թիֆլիսի նահանգի Արփալը Սանջակի մարզը։ 1877-1878 թվականներին ցարական Ռուսաստանի կողմից Կարսի փաշայության գրավումից հետո Աղբաբայի մահալը ներառվել է Ռուսաստանի կազմում որպես Թիֆլիսի նահանգի Կարսի գավառի Աղբաբայի մարզ։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Կարսի պայմանագրով Աղբաբայի մահալի 594-75 քառակուսի վերստից 450 քառակուսի վերստը տրվել է Հայաստանին։ ԽՍՀՄ մորոք մինչև 1930 թվականը մահալը կոչվել է Գյումրու գավառի Աղբաբայի մարզ։ 1930-ական թվականներին հայկական ԽՍՀ տարածքում անցկացված վարչատարածքային բաժանման արդյունքում Աղբաբայի տարածքում ստեղծվել է Ամասիայի վարչական շրջանը։ Մինչև 1988 թվականը Աղբաբայի մահալի ադրբեջանցի թուրքերի ապրած բնակավայրերն են եղել Խանջալը, Օղչօղլու, Գյուլլուբուլախ, Չախմախ, Մաղարաջղ, Գարաչանթա, Դաշքյորփու, Իբիշ, Գոնչալը, Իլանլը, Դուսքենտ, Գարանամաս, Գյոլլու, Թեփեքյոյ, Հուզուքենտ, Կարաբուլախ, Էլլերքենտ, Բանդիվան, Գոզուքենտ, Աղքիլսա, Չելեբ, Գարամամետ, Գյուլլուջա, Բալաքլի գյուղերը։ Դարալայզի մահալը շրջապատված էր հյուսիսից Արմաղանի լեռնաշղթայի հետ միացող Բասարքեչարի սարահարթով, արևելքից Զանգեզուրի լեռնաշղթայով, հարավից Ալայազի լեռներով, արևմուտքից Սելիմի լեռնանցքի գտնվող լեռներով։ Հնագույն ժամանակներից ադրբեջանցիների նախնիներով ալբանական ցեղերով բնակեցված այս տարածքը կազմում էր Շարուր Դարալայազի պատմական գավառի լեռնային մասը։ Դարալայզի մահալը, որն ուներ 2304 քառակուսի կիլոմետր տարածք, ներառում էր 102 գյուղ, ըստ բնակչության բաշխվածության բաժանվել է 3 մասի՝ Արևելյան Դարալայազ, Արևմտյան Դարալայազ եւ Շարուրի լեռնային հատված։
Դարալայազի մահալը Նախճիվանի Սանջակի 14 մարզերից մեկն էր, որը 18-րդ դարի սկզբին գտնվում էր Օսմանյան պետության վերահսկողության տակ։ 1747 թվականին Ադրբեջանում խանությունների ստեղծման ժամանակ Դարալայազի մահալի մի զգալի մասը, արևմտյան Դարալայազի եւ Շարուրի լեռնային մասը միացավ Նախճիվանի խանության, իսկ արևելյան Դարալայազն ու Շարուրը Իրավանի խանության տարածքին։ 1827 թվականին Ռուսաստանի կողմից Իրավանի եւ Նախճիվանի խանությունների գրավումից հետո Դարալայազի եւ Շարուրի մահալները միավորվեցին եւ նորաստեղծ Շարուր-Դարալայազի գավառը դարձավ Իրավանի նահանգի 7 գավառներից մեկը։ Ինչպես Իրավանի նահանգի ողջ տարածքում, այստեղ էլ սկսվեց Իրանից եւ Թուրքիայից հայերի զանգվածային վերաբնակեցումը։ 1922 թվականի մարտի 12-ին Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի կենտրոնական գործադիր կոմիտեների լիազորված կոնֆերանսը հաստատեց այս հանրապետությունների միջև դաշինքի պայմանագիրը։ Զանգեզուրից հետո Դարալայազը եւ Գյոյչան նույնպես պաշտոնապես տրվեցին հայկական ԽՍՀ-ի ենթակայությանը։ Հայկական ԽՍՀ-ի տարածքի շրջանացման հետ կապված Դարալայազի շրջանը 1931 թվականի հոկտեմբերի 15-ին բաժանվել է Քեշիշքենդի եւ Սոյլանի շրջանների։